Իրավունք թերթը գրում է իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն Նիկոլ Փաշինյանը օդում ճոճելով ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ունեցած այսպես ասած կոմպրոմատները նկատի ունի Իմ քայլի իր վաղեմի դաշնակից Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի հետ ունեցած ոչ հրապարակային խոսակցությունները։ Բանն այն է, որ Զավենիչը գլուխ է գովացել, որ լինելով եկեղեցուն մոտ կանգնած եւ ունենալով մտերիմ հարաբերություններ մայրաթոռում ունի ֆանտաստիկ տեղեկություններ միաբանության մասին։ Եվ ահա Փաշինյան Նիկոլը դրանցով է ոգևորված, բայց ամենաուշագրավն այն է, որ այդ այսպես ասած տեղեկություններն իսկապես ֆանտաստիկայի ժանրից են կամ առնվազն անապացուցելի։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ իրավական ակտերի էլեկտրոնային նախագծերի պորտալում քննարկման է դրվել մի կասկածելի նախագիծ, որից օգտվելու են հունգարական կամ այլ ավիաընկերություններ, տուժելու է Հայաստանի Հանրապետության պետբյուջեն։ Ավիափոխադրողները ինչպես տեղական, այնպես էլ միջազգային, որոնք կսկսեն թռիչքներ իրականացնել նախկինում չսպասարկված ուղղություններով, կստանան ֆինանսական աջակցություն 15000 դրամ $39 յուրաքանչյուր ուղևորի համար, Շիրակ օդանավակայանից թռիչքների համար, Երևանի Զվարթնոց օդանավակայանից թռիչքների համար 20000 դրամ $51 մեկ ուղևորի համար։ Պաշտոնական աղբյուրներից ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ վերջին տարիներին Հայաստանում ուղևորահոսքն աճում է, սակայն 2024 թվականին գրանցվել է 1.3% նվազում։ Սա մասսավորապես կապված է կոնկրետ Հայաստանի խոշորագույն ավիաընկերություն դարձած հունգարական Wizz Air-ի հետ, որը 2025 թվականի հոկտեմբերին կբացի իր առաջին բազան Զվարթնոց միջազգային օդանավակայանում։ Կառավարությունը հերոս հարկատուների կողմից հավաքված գումարներն ըստ նախագծի վճարելու է յուրաքանչյուր տեղի ավիատոմսի համար, նույնիսկ այն դեպքում, երբ այդ տեղի համար գնված չէ տոմս եւ չկա ամրագրում։ Ստացվում է, որ կառավարությունը վճարելու է անգամ ինքնաթիռի դատարկ տեղերի համար սուբսիդիա։ Սա հերթական ապացույց է գումարների մսխման, որի անուն իշխանությունները դրել են սուբսիդիա սեփական PR-ի համար ընտրություններից առաջ։ Հրապարակ թերթը գրում է վեհապարին գանկեց անելու շուրջ իշխանությունում պարզվում է քննարկումներ են եղել։ Տարբերակներից մեկը կաթողիկոսարանը շրջապատելն է եղել, սակայն հանրային տրամադրությունները ստիպել են, որ իշխանությունը զատնի դնի, հասկացել են, որ տանուլ կտան, քանի որ եկեղեցուն պաշտպանողները տասնյակ անգամներով կգերազանցեն արշավողներին։ Որոշ հարցումներից եւ զոնդաժից հետո որոշել են Փաշինյանի ասած քամը համակարգող խումբը ձևավորել, որը կզբաղվի եկեղեցու հարցերով։ Խմբի առաջին 10 անդամներին ընտրելու է Նիկոլ Փաշինյանը, հետո այդ 10-ն իրենց հերթին պետք է խմբեր ձևավորեն եւ լոկալ ակցիաներ անել եկեղեցու դեմ, եւ շարունակելու են մարդկանց նյարդայնացող ստատուսային պատերազմը, հույս ունենալով, որ հանրությանն այնքան կգժվացնեն, որ կհաջողվի կաթողիկոսին մերժել նրա նյարդերը Սերժ Սարգսյանի օրինակով տեղի կտան եւ նա դիմում կգրի կգնա։ Հրապարակ թերթը գրում է օրեր առաջ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար 2018-ից այդ պաշտոնը զբաղեցնող Ռազմիկ Մկրտչյանը հրաժարական տվեց, հայտարարելով, թե անձնական պատճառներով է հեռանում։ Մինչդեռ լուրեր կային, որ ԿՊ-ում ունեցած խնդիրներով է պայմանավորված նրա հեռացումը։ Նրանից առաջ էլ պաշտոնից հրաժարական էր տվել Նոր Նորքի թաղապետը։ Արաբկիրի թաղապետն էլ դեռ կալանավորված է, եթե Նոր Նորքում արդեն իսկ Հանրապետություն կուսակցության հաջորդ ներկայացուցիչը նշանակվեց վարչական ղեկավար, ապա Շենգավիթում դեռ հայտնի չէ ով է փոխարինելու ԿՊ-ական Մկրտչյանին։ Քաղաքապետարանից մեզ փոխանցեցին վարչական ղեկավարի պարտականությունները կատարում են նրա տեղակալ Անդրանիկ Մինասյանը։ Վերջինս աչքի է ընկել 2020-ին, երբ շեֆի Ռազմիկ Մկրտչյանի հետ ծեծեր ենթարկել համայնքապետարանի աշխատող Գևորգ Պողոսյանին։ Հարուցվել էր քրեական գործ, որը նույն 2020-ին էլ իրավապահները ջրել էին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Փաշինյանի եւ Պապոյանի հարցում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն համարձակություն չունի անդրդվել իշխանականների, ավելի կոնկրետ Նիկոլ Փաշինյանին եւ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատժամիջոցներ չի համարձակվում սահմանել, թեև արձանագրում են, որ կա վարքագծի առերևույթ խախտում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտին Facebook-ում գրառում էր արել, որ դժգոհություն էր առաջացրել սոցցանցում։ Նա կիսվել էր ամուլ
Սարի հանքը վերագործարկելու մասին ԱՄՆ դեսպանատան հրապարակմամբ եւ կից գրել։ Մինչ ոմանք ոռնում են Հայաստանի տնտեսական հաջողություններից, հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի։ Շունը հաչում է քարավանը գնում։ Օկտատերի վրթովմունքից ու քննադատություններից հետո նախարարն արդարացավ, թե ասացվածքը վերաբերում է մի քանի նախկին պաշտոնյաների։ Երբ այս բացատրությունն էլ չբավարարեց քննադատողներին, Պապոյանը հեռացրեց գրառումը, նշված հրապարակումը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության էր առել, սակայն արձանագրել էր վարքագծի կանոնների խախտման բացակայության մասին։ Եզրակացություն Նիկոլ Փաշինյանի դեպքում ամեն բան այլ է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ մասսավորապես քննության են առնվել համբալ վերընկի տեղը ներվերը շուտես, ձեզ տանելու եմ լցնեմ աղացը պատվալները, սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքերը։ Օրերս էլ Armlur.am-ի տեղեկությունների համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հնչեցրած արտահայտությունների առնչությամբ պատասխանն է ուղարկել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը եւս որևէ պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ ՔՊՕ-ում անպատժելիություն է տիրում, այսուհետև ով ինչ կարող է խոսելու է։ Փոխարենը իրավիճակը լարվում է եկեղեցու շուրջ։ Իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են հարուցվում ընդդիմադիրների մասնակցությամբ։ Այս սպառնալիքների լեզուն իշխանությունը կշարունակի դեռ երկար ու հետևողական։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 13-ից 15-ը տեղի ունենալու Հույդան Հայաստանի 28-րդ Գերագույն ժողովը։ Տեղեկացանք, որ ժողովից հետո Հույդան Հայաստանի Գերագույն մարմնի ընտրություններ են տեղի ունենալու։ Ըստ պաշտոնական տեղեկությունների ժողովի ընթացքում քննարկվելու են նախորդ 2 տարիների գործունեության արդյունքները, գնահատվելու են կատարված աշխատանքները եւ հստակեցվելու առաջիկա 2 տարիների գործունեության ռազմավարական ուղղությունները։ Այս երկօրյա Հույդան հավաքին մասնակցելու են Հույդա աշխարհասփյուռ կառույցներից ու Հույդա կուսակցության համար այն շատ կարևոր նշանակություն ունեցող ժողով է։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով ժողովը Երևան քաղաքից դուրս է լինելու։ Նշենք, որ Հույդան Գերագույն մարմնի Հայաստանի ներկայացուցիչը ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանն է, իսկ 2023 թվականին Հայաստանի Գերագույն մարմնի ընտրությունից հետո պարզվեց, որ անդամներն են Ավետիսյան Թադևոս, Գալստյան Լիրիտ, Գևորգյան Արգիշտի, Հակոբյան Վարդան, Մաթիլյան Հակոբ, Մանուկյան Գեղամ, Մեղրյան Պետրոս, Սաղաթելյան, Իշխան Սարգսյան, Իգոր Սիմոնյան, Աշոտ Ստեփանյան, Խաչատուր Վարդանյան Գերասիմ եւ Տոնոյան Տարոն։